Վերջին շրջանում մենք հանդիպումներ ենք ունենում արցախցիների հետ, հանդիպում ենք ունեցել Էջմիածնում, Աշտարակում, էլի նախատեսվում են շաբաթ հանդիպումներ, ուրեմն ասեմ, դրանք ոչ թե ահազանգեր են, դրանք կոնկրետ մարդիկ դեպքեր են պատմում, որը իրոք անհանգստացնող է, այն առումով, որ Խոչընդոտը մեղմ է ասած, դրանք բազմապիսի, բազմատեսակ, այսպես խնդիրներ են, որը միանգամից հասկանալի է, որ միտումնավոր է արված, որովհետև այդ խոչընդոտները, որոնք ստեղծել են, բացարձակ ես կարծում եմ դրա կարիքը չկար։ Նախ սկսեմ նրանից, որ օրինակ մարտը, սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամսին դիմել է քաղաքացիություն ստանալու համար։ Անցել է բոլոր խոչընդոտների միջով, կարողացել է փաստաթղթերը վերականգնել, ընդ որում այսպես ֆանտաստիկ ծախսեր անելով այդ փաստաթղթերը վերականգնելու համար, դիմել է քաղաքացիություն ստանալու համար։ Մի մասի մոտ առաջին այդ հաղորդագրությունը նոր է եկել, մի մասի մոտ քար լռություն է, չկա ոչ մի այսպես կյանքի նշույլ այդ առումով։ Հետո արդեն հունվարի 1-ից հաջորդ խոչընդոտը ստեղծեցին, հայտարարելով, որ այսուհետ լինելու է միայն օնլայն գրանցումներ։ Օնլայն գրանցումները ավելացրեցին եւս շատ լուրջ բարդություններ այդ առումով, որ պատկերացրեք մի կողմ թողնենք Երևան քաղաքը, պատկերացրեք հեռավոր գյուղերում, շրջաններում տարիքով մարդիկ, նույնիսկ երիտասարդներ, որոնք պիտի այդ գրանցումը օնլայն անեն, չնայած Երևանում էլ կա այդ խնդիրը։ Եվ իրենք առաջի խնդիր ուղղակի չգիտեն անելու ձևը օնլայն գրանցման, երկրորդ համապատասխան տեխնիկական հնարավորություններ չունեն, նույնիսկ եթե ժամանակակից հեռախոս է կամ տեխնիկական միջոց, կան միջոցներ, որոնցով հնարավոր է օնլայն գրանցել, կան միջոցներ, նույնիսկ ժամանակակից, որոնցով հնարավոր չէ։ Եվ այստեղ առաջանում է այլ խնդիրը, հայտնվում են մարդիկ, ովքեր առաջարկում են նման ծառայություն մատուցել, բայց գումարի դիմաց։ Եվ մեր ճշտումների արդյունքում ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար պահանջել են 10,000 դրամ։ Դե դուք պատկերացրեք, ասենք 5-6 հոգյանոց ընտանիքի համար դա բավականին լուրջ գումար է եւ կան ընտանիքներ, որ այսպես ճարահատյալ այդ քայլին են գնացել։ Ես օրինակ այդ խնդրի պարագայում խնդրեցի դիմեցի էմպաթիա հիմնադրամին, իրենք անվճար հիմունքներով աշխատակից են առանձնացրել, որը արդեն ծանրաբեռնված այդ գործընթացի իրականացնում է, բայց դա, ասենք, մենք հնարավորություն ստեղծվեց Երևանում, բայց ինձ վերջերս զանգել էին Տավուշի մարզի հեռավոր գյուղերից, սահմանամերձ, տարիքով մարդիկ, որոնք ոչ մի կերպ չէին կարողանում, երկրորդը ունեին խնդիր, օրինակ էսիսի խնդիր, մարդը ամուսնության փաստը տեղի է ունեցել, ենթադրենք Բաքվում կամ Ադրբեջանի որևէ քաղաքում կամ տարածքում, եւ ինքը թողել է փաստաթուղթը Արցախում տեղահանումից հետո եկել։ Որևէ կերպ դա վերականգնման ենթակա չէ, չնայած մյուս դեպքերում եւս ԶԱԳՍ-երում նման խնդիր առաջացնում են, չեն վերականգնում փաստաթուղթը, բայց այս պարագայում լրիվ անհնար է եւ միակ տարբերակը նոտարով փաստի հաստատումն է, որը էլի գիտեք մեծ ծախսերի հետ է, կամ դատարանով, որը դեռ որևէ մեկը հնարավորություն չի ունեցել դատարանի միջոցով վերականգնելու։ Եվ ես կարող եմ հիմա այնքան շարք էսպես թվարկել, որ մարդիկ ուղղակի չեն կարողանում քաղաքացիություն ստանալը, չի ստացվում, որտեղ մեկի մոտ մի փաստաթուղթն է պակաս, մեկի մոտ մյուս փաստաթուղթն է պակաս, եւ անընդհատ ինչ որ նոր բաներ են այս իշխանությունները հորինում, որով ավելի բարդացնում, դժվարացնում ու հիմնականում արդեն դարձել է անհնարին այդ քաղաքացիություն, ընդ որում իրենց հորինած քաղաքացիության ձևը ստանալը։ Տիկին Հակոբյան, դուք ասացիք, որ միտում եք տեսնում, ինչով է դա պայմանավորված։ Գիտեք, այդ միտումները բնականաբար նախ ինքը քաղաքական է, ենթատեքստը միանշանակ, որովհետև խնդիր չունեն այնպիսի արցախցիներ, թվով իհարկե շատ քիչ են, եթե հաշվենք կարող է 100 կամ մի քանի հարյուրակի մասին լինի խոսքը, որոնք որևէ խոչընդոտ չեն ունեցել, ոչ ֆինանսական առումով, ոչ այդ քաղաքացիություն ստանալու, որը պարագայում իշխանական թևը կոնկրետ ներգրավված է այս գործընթացի մեջ եւ գտնում է, որ այդ մարդիկ հետագայում ընտրություններում իրենց են ընտրելու, բայց մնացած դեպքում իհարկե վստահ են, որ արցախցիները ընտրություններին մասնակցելու պարագայում միանշանակ ԿՊ-ին են մերժելու այդ ընտրություններով եւ բնականաբար ստեղծում են այդ խոչընդոտները, որպեսզի այդպիսի հնարավորություն չունենան արցախցիները։ Ինչու՞ չէ նաեւ տակը սոցիալական խնդիրը կա, ինչքան քիչ մարդ ի վերջո, ինչքան էլ իրենք հայտարար են, այսպես ուռացրած, փուչիկ դարձրած հայտարարում են
բնակապահովման ծրագրի մասին, ամեն խոչընդոտ վերացնելու եւ ներգրավելու մասին արցախցիների, բայց սա եւս գլխավոր խնդիրն է, որպեսզի մարդը կարողանա այդ կեղծ նաեւ բնակապահովման ծրագրից օգտվի կամ սերտիֆիկատի շահառու դառնա։